Գավառ խոշորացված համայնքում արդիականացվում է աղբահանության համակարգը։ Կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկին փոխարինում է Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում ընկերությունը։ Համայնքի տարածքում արդեն 930 թափոնաման է տեղադրվել, հստակեցվել աղբահանության գրաֆիկը։ Համաձայն հաստատված սխեմայի եւ որի մենք փորձում ենք հետեւել, աղբահանությունը Գավառ քաղաքում կոնկրետ իրականացվելու է ամենօրյա, գյուղական բնակավայրերում 2 կամ 3 օր պարբերականությամբ։ Մենք ամեն ինչ կանենք, որ եւ ժամանակին տեղափոխվի սանիտարական աղբավայր, ինչպես նաեւ տարածքը մաքրվի անպայման։ Աղբահանության արդիականացումն իրականացվում է Հայաստանի կառավարության եւ Վերակառուցման եւ Զարգացման բանկի գործակցությամբ։ Համայնքապետարանը շարունակելու է վերահսկել գործընթացը։ Բնակիչներին արդեն տեղեկացրել են թափոնամանների կողքին աղբ չթողնել։ Այնպես չէ, որ արդեն նոր օպերատորի մուտք գործելով համայնքը անելիք չունի, որովհետև սա մեր կարևոր հագույն խնդիրն է եւ համայնքը շարունակելու է հետեւողական լինել, որպեսզի մեր համայնքում աղբահանությունը կատարվի բարձր որակով։ Հիմա արդեն աշնանային աշխատանքներ են բակերում գյուղատնտեսական մնացորդները չթափեն եւ դա իրականացվի իրենց կողմից համապատասխան պայմանագրային ծառայություն ձեռք բերելով արդեն նոր օպերատորի կամ սպասարկումն իրականացնող Գավառի կոմունալ սպասարկում համայնքային հիմնարկի կողմից։ Շատ լավ բան են արել, այնքան մաքուր է, հետո օր հավաքում են աղբերը, շատ մաքուր է, 3 աղբը տարե գցել են, տեսել են, որ մեջը դատարկ էր, ասում ինչ որ երկրորդ օրը հավաքում տան, ինչքան լավ է։ Աղբահանության համակարգի փոփոխությունների արդյունքում փակվելու է նաև Գավառ համայնքի տարածքում գտնվող ընդհանուր աղբավայրը։ Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնները տեղափոխվելու են մեկ միասնական աղբավայր։ Հետագայում նախատեսվում է նաև անցնել թափոնների տեսակավորմանը։ Անահիտ Կարյան, լուրերի համար։